Իրականում երգը չի եղել ստեղծված հատուկ ինձ համար։ Վլա դու օրինակում կնմանացնես Նարային։ Միշտ ասել եմ, էլի կասեմ Lady Gaga-ին։ Հայտնվեցիր բենդում։ Պատահաբար։ Ոնց են նայել տանեցիները այն հարցին, որ դու ջութակը թողել ես եւ դարձել ես երգչուհի։ Շատ վատ։ Ամեն օր եմ ես սպասում քեզ, ասա ուր ես սիրելիս։ Հավքերը եկան, տուն դարձան, դու չկաս, մենակ սիրտս էլ ալիս։ Օրինակ ոնց են քեզ վերաբերում որպես նորեկ շոու բիզնեսում։ Ես չեմ վիճել, մենք չենք вичել, ես խմբից չեմ հեռացել, որովհետև մենք այլևս չենք կարողանում միասին աշխատել։ Я только там, где нет меня, вокруг тебя невидимый. Ծանոթ երգա։ Что-то հայել, ինչ-որ շատ ծանոթ երգ է։ Հա։ Set it free. You start to feeling breathing on me. My monster's killing in my dreams. Hey, Oh, by you hold it, I'm insane. Damn yeah, you love it, take this song and keep on dancing. There's nothing wrong. The life is just in hazing tear, no more. I know the queen was saying I wanna take queen, and that's meant to be. I'm the beast you can't let go. For your life, just keep to roll. I'm the beast you can't let go. Don't you dare just leave. It can be I. Շատ ֆանտաստիկ, ընտիր։ Կտամ ես նոր։ Ովենա, նա մի աղջիկ է միշտ աղծոտ հայացքով։ Ովենա, նա մի աղջիկ է միշտ աղծոտ հայացքով։ Նա մի աղջիկ է միշտ աղծոտ աչքերով։ Ովենա, նա մի աղջիկ է միշտ աղծոտ հայացքով։ Billie Eilish։ Relax Project։ Բրավո։ Ողջույն սիրելի հետևորդներ, Նորալիքի YouTube-յան հարթակում է Բառ ու բազ երաժշտական ոդքասթը, որտեղ բառը ունի իմաստ, ունի արժեք եւ բասը այսօր մեր հրաշալի հյուրի հետ դարձավ ել ավելի հնչեղ։ Մեր հյուրն է տաղանդավոր, շնորհալի, լավ մարդ Նարե Հովանիսյանը։ Ձեր Relax Project։ Նաջան։ Բարև։ Շնորհակալություն, որ չմերժեցիր հրավերը եւ եկար մեր հաղորդմանը մասնակցելու։ Դե սկզբում լսեցիր թե որ երգը կատարեց Relax Project-ը։ Հա, հաճելի անակնկալի եկա, իրականում։ Դե անակնկալները այսօր շատ կլինեն, իրականում էս այնտեղնա, որ միշտ լինում են անակնկալներ ու սպոնտան երգեր են լինում, որոնք դառնում են հիթ։ Չգիտես ոնց։ Լավ, Նաջան, նախ շնորհավորում եմ դեբյուտային երգի կապակցությամբ, սա առաջին երգն է, ոնց էին ասում, որ ասա մի չես հիշում, դու էլ չես հիշում։ Հեղինական երգն է, որով քեզ շնորհավորում եմ եւ մաղթում եմ նորանոր հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, նոր տեսահոլովակներ, նոր բեմեր, ամեն ինչը որ կապված է արտիստի հետ։ Եվ միանգամից ուզում եմ ես խոսակցությունը բացել այն թեմայով, որ օրինակ քո երգը cover էին արել ու դու ժամանակին cover-ներ ես երգել։
Արդյոք ոնց ես վերաբերվել նրան, որ cover-ից հետո սկսել ես քո հեղինակայինը երգել։ Իրական cover երգելու մեջ ոչ մի բացասական բան ես չեմ տեսնում։ Ինքը արտիստներին օգնում է բացի դա բնականաբար անհատական հեղինակային երգերով արտիստները ինքնադրսևորվում են, բայց cover-ները եւս հնարավորություն են տալիս, չգիտեմ, արտիստներին ցույց տալ նրանց այն կողմից, որը ենթադրենք իր հեղինակային երգերը թույլ չի տալիս։ Օրինակ մարդ կա հեղինակային երգերը թույլ չեն տալիս վոկալային տվյալներ ցույց տալ, երբեմն իրենք cover-ներ են երգում վոկալային ավելի բարդ հնարքներ կատարելու համար, ցույց տալու համար, որ իրենք ավելի բարդ տեխնիկաների են տիրապետում, չգիտեմ, կարծում եմ, որ յուրաքանչյուր արտիստի համար ամոթալի բան կակ մինիմում չկա դրա մեջ։ Որ cover-ն է, որ քեզ ավելի շատ դուր է գալիս։ Որ ասենք, չգիտեմ, միշտ էդի երգել ես։ Ես ուրեմն մի հատ դեպք պատմեմ, ամենաառաջին cover-ը, որը ես երբևէ արել եմ, եղել է Սևարայի Տամյատ Մինյան, ես եղել եմ 5 տարեկան հորաքույրս ասել է, որ ես այս երգը իրական շատ եմ սիրում, ես լսել եմ, ռուսերենին չեմ տիրապետում, գրել կարդալ չգիտեմ, գնացել։ Այն ժամանակ, չէ՞։ Այն ժամանակ 5 տարեկան երեխա եմ, այն ժամանակ հələ одноклассники էինք օգտագործում, մամայի одноклассникով մտել էի, այնտեղ բաժին կար, չէ՞, երգեր էին լսում։ Այդ բաժնով երգը գտել էի։ Այդ բաժնով երգը գտել էի։ Երգը գտել էի անգիր վանք առ վանք կրկնելով ու մեկ է հորաքույրը սենց ուշադիր լսում է, որ ես այնտեղ միջանցքում նստած երգում եմ էլի ու դա որպես առաջին cover ու դա է եղել էլի երևի թե հա առաջին երգը, որը cover եմ արել, առհասարակ երգել եմ, դա է եղել։ Այսօր մենք կարող ենք այդ լսել։ Հա, ինչ չենք, կարող ենք, բայց կհասնենք դրան։ Իմիջիալը ուզում ասեմ, որ Relax Project-ը այստեղ ամեն ինչ կարողանում անել, անկախ հյուրի ցանկությունից։ Ճիշտ է, մի քիչ Վլադին չեմ սիրում։ Օրինակ դու այս խմբիցում կհաներ։ Ես հակառակը Վլադին եմ սիրում։ Կերար։ Լավ, մի րոպե։ Ուրեմն եթերից մինչև սկսելը ես հարցրեցի. ում հանենք խմբից։ Պրովոկացիա, չէ։ Ոնց, ճիշտ ենք խոսում։ Բայց ես քեզ ասացի, չէ, որ ես չեմ ասի այդ եթերում։ Բայց պետք է որ ասես։ Քո կողմը բռնեմ։ Բա ոնց։ Չասես։ Նայ։ Ախր մենք իրար հետ շատ ենք, Նայ, պատիժը ավելի շատ է, քան Իրանը։ Ես կարող եմ ասենք Վլադին ջորնից բիզը գցեմ, բլոկ անեմ, էլ չի գաստա։ Որ իր Instagram-ը բլոկ ես անում, ստեղ չի կարող գա։ Ինքա այդ հենց։ Instagram-ը ինչ է, ես սկսեցի։ Ոտ, անգամ չգիտի Instagram-ը։ Չէ, դե լավ է, կգեզում ձեռներ լվում։ Ինչի։ Մտել ես խաղի մեջ ու ինչի՞ ես տա։ Չէ, կողմ չեմ բռնելու։ Ձեր կոնֆլիկտի մեջ ես չի խառնվեմ։ Չէ, մեզ պետք է, մենք հասկանանք ով է երկու հոգով, ով մի հոգով, որս դրա։ Այսինքն ախր ինքը մի հոգով չի, նա ինչքան մարդկա հետ է։ Ժողովրդին չեմ խառնում։ Դե ժողովուրդը ամեն մեկը անհատապես շատ լավն են, բայց իմ խնդիրը քո հետ է, իմ կոնֆլիկտը քո հետ է։ Այսօր խունգ եմ ծախելու, հա։ Նաջան, ինձ կասես երգդ քո երգը ոնց ստեղծվեց, ինչերի միջով անցար, որ կարողանաս այդ երգը ստեղծել ու որոշեցիր, որ այդ երգը պիտի երգես։ Իրականում երգը չի եղել ստեղծված հատուկ ինձ համար։ Երգը արդեն վաղուց գրված է եղել, ես երգի գրվելու process-ին չեմ մասնակցել, գործի կավորման process-ին մասնակցել եմ ամենավերջին փուլում մենակ, երգը արդեն նախնական տեսք ուներ։ Հա, երգը արդեն նախնական տեսք ուներ, մենք վերջում մենակ շտրիխներ ենք փոխել։ Ես երգը գրողի հետ եմ ծանոթանում, ինքը ինձ առաջարկում, ասում է, «Սենց երգ ունեմ»։ Սկզբից անկեղծ ասած չեմ հավանում, որովհետև ուրիշ վոկալով էր երգած, մի քիչ այլ ոճով էր երգած, ինձ դուր չի գալիս, սրտից չի կպնում։ Հետո ով է գրել։ Թաթոս անունը, Թաթոս Հակոբյան։ Թաթոս Հակոբյան, օքեյ, ողջունենք Թաթոսին։ Հա, շատ տաղանդավոր երիտասարդ է։ Հետո ստուդիայում, ասում եմ, ամեն դեպքում մի հատ կանգնի միկրոֆոնի մոտ, մի հատ խնդրում եմ, երգի, հասկանանք, կանգնում երգում եմ, ուղարկում է դեմո տարբերակը, ամբողջ օրը լսում եմ, զգում եմ, որ շատ է լսվում, մտքիս մեջ մնում է։ Դե ամեն դեպքում շատ եմ հավանում երգը, որոշում ենք տեսահոլովակ նկարել, ձայնագրվում ենք, հետո իրականում ամբողջ process-ը շատ է ինձ դուր եկել, թե երգի վերջնական տեսքն է ինձ դուր եկել, թե տեսել ես։ Անձրևի ժամանակ ինչ է աշխատելու։ Հա, ոյ։ Ո՞տ հիշեցիր։ Բայց ես եմ եղել բարդ իրավիճակում։ Հա, ուրեմն որոշում ենք անձրևի տեսարան նկարել։ Շաքար է, հալվել է անձրևից։ Որոշում ենք անձրևի տեսարան նկարել, դե բնականաբար թողնում ենք ամենավերջում, արհեստական անձրև ենք կազմակերպում, այնտեղ մեքենա է գալիս ռեզերվուարով, որ պիտի անձրև կազմակերպենք ու
կանգնած ենք, դա առաջին դուբլից որոշել ենք նկարել, էլի փորձնական դուբլ չանենք, որովհետև լույսը արդեն բացվում է, գիշերային տեսարաններով ենք նկարում։ Լույսը արդեն բացվում է, թրջվելուց արդեն տեսքի փչանալու խնդիր ունենք եւ այլն, որոշում ենք առաջին դուբլից արդեն նկարենք։ Կանգնում ենք, մեկ էլ վերևից անձրևա թափվում, խոշոր կաթիլներով, սառը ջուր, այն որ կարկուտի նման սկսում է հարվածել, միանգամից սկսում է շունչերս կտրվել, հետո աչքս ընկնում է, որ այդ մեքենայի վարորդն էր տոլի չէր քնել, ուրեմն խողովակով, այսպես պահած, սենց ջրում էր մեզ, ու այդ ամեն ինչի մեջ այնքան ծիծաղալի էր, որ այդ տեսարանն ես տեսնում, աղջիկները սենց կանգնած, ջուրը վրաներից գնում է, ես հələ վերարկոյով էր, ես հələ տաք էի, խեղճ աղջիկները սենց բարակ հագնված, մրսում էին, դողում էին, չեք պատկերացնի, այս սենց ամառ էինք նկարում, բայց ամեն դեպքում առավոտյան ժամը 6-ն էր, ցուրտ, մի խոսքով։ Բայց իրականում դու ես վատացել։ Աղջիկները բարապած էին։ Աղջիկները ինչքան է շոֆերին հատեսել էին, էլի։ Պարը խառնում եմ, կատաստրոֆիկ, մի խոսքով, բայց տակից դուրս ենք եկել։ Ինչ ես վատանում։ Ինչի։ Ինչ ա լինում։ Սկսում է շունչս կտրվել։ Չգիտեմ, ինձ թվում է փակ տեղում չեք, չէ։ Չէ, բայց այդ պահին ոնց որ ջրի տակ լինես, տպավորություն չի որ անձրևի տակ ես, քեզ թվում է դու խեղդվում ես հենց հիմա։ Վարդևարին դու ասում ես, վայ ինձ չջրեք։ Այո։ Լուրջ ես ասում։ Հա։ Չխնդրում եմ։ Չէ, իրականում, նա ես այդ չեմ կարող հասկանամ։ Որ ասում են, ես տեղ եմ գնում։ Ուր ես գնում այդ օրով։ Դե, եթե տեղ եմ գնում, խնդրում եմ չջրեն, որովհետև եղել է ես համերգի եմ գնացել։ Նայ, դրա համար ինչ ա լինում, ես քեզ խորհուրդ տամ մեծական։ Մեծավարի խորհուրդ եմ տալիս, որտեղ որ ապրում ես։ Հագնում ես քո տնային հագուստները, իջնում ես բակ, բոլորը քեզ ջրում են, ուրախանում են, որ ջրեցին Նարե Հովհաննիսյանին, Նարեն բարձրանավերև չորանում է, հագնում է իր աշխատանքի շորերը եւ գնում է աշխատանքի։ Ախր գիտես խնդիրը որն է։ Ես ապրում եմ Գյումրիի հենց կենտրոնում, հենց հրապարակում եմ ապրում։ Իսկ այնտեղը որտեղ ես ելույթ էի ունենում, որտեղ ես ելույթ էի ունենում, կպած է մեր տանը, մի փողոց ընդամենը բաժանում։ Այդ փողոցը հրապարակն է։ Ես ոնց էլ անցնեմ, հրապարակի միջով անցնելու եմ։ Իսկ Գյումրիում բոլորն են հրապարակում խաղում։ Ոչ լավ թող ջրեն, ես գործի մեջ եմ, ո՞ց սարմանջը։ Թե չէ, հաճիկով խաղում եմ։ Պարզապես այդտեղ չեք պատկերացնի, խոշոր սառը կաթիլներով էր գալիս անձրևը ու շունչս կտրվում էր։ Դե հա, դե հիմա պատկերացնում եմ։ Դե ճշմանը չի դիմացել այս մարդը։ Արի, որպեսզի ճշմանը դիմանա, դու ասեցիր, որ Սևառան լսել ես փոքր ժամանակ, չէ՞։ Ես կուզեմ, որ դու Սևառան երգես, եթե կարելի է։ Հա, կարող ենք, ընտիրեք եք։ Սևառա։ Ոնց է կոչվում։ Там нет меня, да։ Ասեք բառերը բացեմ ամեն դեպքում։ Շեբրոշկայի սաունդթրեքն է, չէ։ Հա։ Դա։ Այո։ Վայելենք Relax Project։ Իհարկե։ Նարե Հովհաննիսյան։ Там нет меня, Սևառա։ Սիրով դες համար։ Դες համար։ Այո։ Ay hayatımız. Artur'u. Ude. Udesa. Bak işte Udesa. Там нет меня, где на песке не пролегли твои следы, где птица белая в тоске, где птица белая в тоске кружит у пенистой воды. Я только там, где звук дрожит у губ желанной пристани, и где глаза твои стрижи, и где глаза твои стрижи скользят по небу пристально. Там нет меня, где пароход в ночи надрывной прогудел, где понимает небосвод, где понимает небосвод, что без тебя осиротел. Я только там, где нет меня, вокруг тебя невидимый. Ты знаешь, без тебя ни дня, ты
ты знаешь, без тебя ни дня прожиться мне, видимо. Օ, relax project։ Մի րոպե, հələ մի ավանդույթ եկեք չխախտենք։ Հենց դրա համար է ծափ չենք։ Ավանդույթը եկեք չխախտենք։ Այստեղ ասենց ա, ուրեմն ես ծափ տալիս եմ, նույնանք ծափ են տալիս։ Հələ ծափ տուր։ Հələ տուր։ Խախտեցինք։ Խախտեցինք։ Ոյ։ Ես հասկանում եմ, որ ես սա խնդրի մեջ եմ։ Այս հաղորդումը ես մենակ կվարեմ դաշնամուրով, կանոնով, ուդով, պկունով, բոլոր գործի բոնգով եւ Ռաֆոն ինչ է եկե չգիտեմ։ Ուղղակի կանգնած ասես երկար մորուքով տղա է, հələ միշտ էս դեմքով է, որ ուշադիր լինեք կտնակ, միշտ էս դեմքով է, ասես ինքը միշտ դժգոհ է։ Չէ, relax project, ապրեք, շնորհակալություն։ Իսկ այսօր ես համ քո հետ եմ խնդիր ունենալու, համ ռելաքսի հետ եմ խնդիր ունենալու։ Դու ինձ երկու քարի արանք ես սկսում արդեն որոշ անգամ։ Ես հիմա հաղորդում եմ, որ չեմ կարող, նա դու սարի։ Չէ, կատակ ցավ տալ, մետո լուրջ ես քեզ կասեմ, որից հետո, հա։ Լավ, Նաջան, քեզ երբևիցե նմանացրել են ինչ որ աստղի։ Վլա, դու օրինակում կնմանացնես Նարեին։ Ում ես նմանացնում։ Вообще-то միշտ ասել եմ, էլի կասեմ, Lady Gaga-ին, բայց Նաջան, սենց ասեմ, էլի մենք մերոնցով ենք, չէ։ Դե հա։ Նարես ավելի լավն է։ Ապեր չի կարա այլ կերպ լինի։ Չի կարա, մենք Բայց նման, բայց լավն է։ Բայց նայ, շատ կռիսն է։ Նայ, եթե հիմա այս հաղորդումը լիներ Ամերիկայում, Lady Gaga-ն ստեղ նստած։ Ցավատան Lady Gaga-ն նստածել է, ես դա չի նստի, դեք նստեի։ Ես քեզ ուրիշ բան ասեմ, եթե ես ասեի Վլադին կհանե, ինքը էլի նույն բանը չէր ասի։ Կասեի։ Անդերից կգոռա։ Դու ասողը չես։ Լավ, հա։ Շատ են նմանացրել քեզ Lady Gaga-ին։ Վերջին տեսահոլովակից հետո հատկապես, մինչև այդ շատ չեմ լսել, որ նմանացնեն, Այս մոմենտն է շատ նման է, նայնա։ Ուսից այդ սել կլիպ։ Հա, ես իրան դե քայլելու չեմ տեսել։ Կլիպի մեջ եմ ասում։ Հա, կլիպի մեջ այդ ուրիշ։ Ձին բանը, հիշ։ Հա, ձին, զին։ Ասա Նաջա։ Ընդ վերջին տեսահոլովակից հետո շատ էին գրում Lady Gaga, Armenian Lady Gaga։ Չէ, նու Չէ, առաջին տեսահոլովակից հետո պատրաստած ունենք մի հատ գեղեցիկ օրորոցային։ Ահա, կարող լսենք։ 1 տարի առաջ կարող ենք։ Գիտեք որը Են ես մի արև նկարեցի։ Ապրես Նարեկ ջան, ինչ անենք, ներկայացնենք։ Գիտենք արդեն։ Սպասի մի հատ գնանք նոտաները։ Մի հատ պարապենք բրցնենք նոր էլի։ Պարապենք։ Ակապել էլ կարանք, չէ, պարտադիր չի ժողովրդի նվագի։ Մի հատ ներկայացնեմ։ Նարե Հովանեսյան, օրորոցային երգ, Բարուբասի եթերում։ Դու չես լսել ես երգը։ Որտեղ։ Փոքր ժամանակ, երեկոյան մուլտից հետո ցույց էին տալիս։ Ծնողներին չեմ լսում։ Ես մի արև նկարեցի, չարաճճի, դուրս եկավ արևը սարից ելավ, արևն ամպից ամպ թռավ ու հետո մի ուրիշ սարից գնալվեց ու քոն մտավ, փակ աչքերով արևն երազում, գիշեր տեսա։ Լավ, մնացածը թող մնա, որ պրասմոտր լինի, ծապ։ Հա? Չէ, լավ էր, ապրես, ես շնորհավորում եմ քեզ։ Նաջան։ Հա ջան։ Ես գիտեմ, որ դու երաժշտության հանդեպ աբսոլյուտնիկ ես։ Դե ճիշտ ասած աբսոլյուտնիկը մի քիչ ավելի շատ է ասված։ Ես լավ լսողություն ունեմ, բայց աբսոլյուտնիկ ես կվախենայի ինձ կոչել։ Դու մի կոչի, ես քեզ կկոչեմ։ Ջութակ։ Ինչու հենց ջութակ։ Ուրեմն հայրիկս ջութակահար է եղել։ Ահա։ Ինքը պետքա երաժշտական դպրոցը ավարտեր, ընդունվեր երաժշտական քոլեջ։ Այն տարին, որը ավարտական եւ ընդունելության տարի պետք է լիներ, ինքը ընկնում այդ տարին ձեռքը կոտրում է։ Ստիպված պիտի հաջորդ տարի ընդունվեր։ Դե մինչեւ մի տարի անցնում է դեռահաս տարիքում, ինչպես գիտենք, որոշումները շատ սպոնտան փոխվում են եւ այլն, մտափոխվում է։ Ահա։ Հետո դա եղել է տատիկիս ու պապիկիս երազանքը։ Տատիկս
մի անգամից այն ժամանակվանից ասել է հենց թոր ունենամ տանելու եմ ջութակի։ Ահա։ Ես ծնվել եմ տարել են ջութակի։ Քույրս ծնվել է տարել են ջութակի։ Եղբայրս ծնվեց ուզում էին տանել ջութակի, ասեցինք չէ, գոնե։ Նարջանը մի րոպե էլի հատ հարց եկավ, այդ նույն ջութակն է էլի, ջո՞ւմ չեն ուզում։ Գորի։ Փոքր եղբայրս իրանել էին ուզում տանել ջութակի, ասեցինք ամեն դեպքում մի փոքր ուրիշ երևի գործի կընտրենք, այս անգամ ընտրեցինք հոբոյ։ Եղբայրս հոբոյ անվանել։ Հոբոյ ինչ է։ Հոբոյը ո՞րն է։ Գաբոյ, ասենց ինքը երկար փողային գործի։ Օ, Գաբոյ։ Ջութակի վրա պիպի չեն դնում։ Հասկացա, իմացա Գաբոյը որն է, հա։ Եվ Այդպես հետո ես ընդունվեցի երաժշտական քոլեջ Գյումրիում ընդունվեցի երաժշտական քոլեջ այդ ժամանակ որոշել էի ջութակահար դառնալ դասական ջութակահար նվագել օրկեստրում եւ այլն բայց հետո ճակատագիրը այնպես դասավորվեց որ մի փոքր այլ ուղղությամբ գնացի բայց փորձեցի ամեն դեպքում իմ թիմի հորդորով օգտագործել ջութակը իմ կարիերայի մեջ, դե բնականաբար շարունակական է լինելու, այնպես որ մոտ ապագայում եւս պրեմիերաներ են սպասվում, որտեղ օգտագործված է ջութակը որպես անբաժան մաս, ինձ որպես արտիստ։ Այսինքն սիրում ես այդ գործիքը դու։ Միանշանակ շատ եմ սիրում։ Տանեցիներն են ուզել որ դու գնաս, միանշանակ սիրում ես։ Միանշանակ շատ եմ սիրում, պարզապես գիտես ոնց իր ես բնավորությամբ ես խառնվածքով շատ ոնց ասեմ անկայուն մարդ եմ ես չեմ կարողանում նստել երկար ժամանակ մի բանի տրամադրել իսկ ջութակային գործիքն է որը պահանջում է շատ ժամանակ շատ ռեսուրսներ շատ էներգիա 8 ժամ օրական պարապելը նույնիսկ կարող է քիչ համարվել ես այն մարդն եմ ով չի զուտ խառնվածքի գումար էլի ուզում աշխատել Չէ, գումար բացարձակ կապ չունի այստեղ ես ուղղակի որպես մարդ չեմ կարող ինձ կառավարել այնքան որ ես նստեմ 8-9 ժամ օրական պարապեմ չգիտեմ մի գործի վրա մի տակտ կարող է մի 50 անգամ նվագես 100 անգամ նվագես ու քիչ լինի իսկ երգելը ինձ մոտ շատ ավելի հեշտ է ստացվել նա Մարիան մեջ ա եղել դրա համար երբ որ իմ մոտ կար ընտրության հնարավորություն գնալ ավելի շատ այս ուղղությամբ թե մյուս ուղղությամբ ես բնականաբար ընտրեցի ջութակը ավելի շատ իմ խառնվածքին համապատասխան ոչ թե որովհետև ես այս երաժշտությունը ավելի նախընտրում եմ այն երաժշտությանը կամ այ օրինակ որ ասում ես ջութակը որոշեց պապան տալ, իսկ տատիկը, հա, ներողություն եմ խնդրում։ Իսկ ոնց են նայել տանեցիները այն հարցին, որ դու ջութակը թողել ես եւ դարձել ես երգչուհի։ Շատ վատ։ Ինչի։ Շատ վատ տատիկս չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ես ամեն դեպքում ջութակահար չեմ դառնալու։ Ասում էր, բայց քո ջութակը եւ այլն։ Ինձ վերևներից տեղեկացրեցին, որ դու քո Instagram-յան էջում ունես տատիկի հետ շատ վիդեոներ։ Հա։ Ինքը քո ամենա հավատարիմ ֆանատն է։ Տատիկը։ Տատիկին ողջունենք, Գյումրիում է, Գյումրիում է։ Տատիկես, привет, տաճան իշխես, լավ ես։ Всё, լավ է, ամեն բան լավ է։ Նարջան, ոնց եղավ, ինչպես ստացվեց, որ որպես երգչուհի հայտնվեցիր բենդում։ Պատահաբար։ Անցնում էիր մետալ։ Վարդավորի մասով էր էլ։ Հա, երեք մի ջրեկեթում եմ փորձի եմ գնում բենդը եմ մտնում։ Այն վերոնշյալ փողոցը, որը բաժանում էր մեր տունը, այդ փողոցը նաև ոնց որ ընկնում էր այն ճանապարհին, որտեղ ես սովորում էի երաժշտական քոլեջը։ Այդ մեր փողոց։ Ես ուղղակի այնքան բախտավոր եմ եղել, որ ես ծնվել եմ աշխարհի կենտրոնում, տենց ասեմ, աշխարհի կենտրոնն են, չէ՞ ասում գյումրեցիները, որ Գյումրին աշխարհի կենտրոնն է։ Մենակ դուք եք այդպես ասում, հա։ Ամեն դեպքում, ուրեմն քոլեջից տուն գալուց ճանապարհին, ոյ, ֆոտոմ եմ այդ վատմից։ Դրաման եք փողոց, հա։ Դու պատմի։ Ես ուզում էի հեռախոս գնել։ Ես հեռախոս չունեի, հեռախոսս կոտրել էի այդ ժամանակ ու իմ մոտիվը հայատ ռեստորան մտնելու եղել սկզբից ասեմ որ գրանցվել աշխատող վարդեկալ էր հեռախոս առնել հա տենց աղե ուրեմն մամաս հայտարարություն ա տեսնում որ բացվել է նոր մյուզիկ հոլ որտեղ երգչուհիներ են փնտրում նոր նախագծի համար ու ես դասից տուն եմ գնում անցնում եմ ռեստորանի կողքով ասում եմ մամ չմտնենք ուզում եմ հեռախոս առնեմ, որոշել եմ, որ աշխատանք գտնեմ, աշխատեմ, չգիտեմ, հեռախոս վերցնեմ ինձ, 15 տարեկան էի այդ ժամանակ։ Ասում եմ, բարև ձեզ, ես երգչուհի եմ, այս կրթություն ունեմ, այս տեղերն եմ ելույթ ունեցել եւ այլն, ասում են,
ուրիշ օր արի, լսենք քեզ։ Պայմանավորվում են, գնում եմ, լսում են, ասում են պայմանավորում ենք պայմաններ եւ այլն, մնում եմ այնտեղ որպես հիմնական երգչուհի, հետո հավաքվում է մնացած պրոյեկտը, ես առաջին անդամն եմ եղել այդ նախագծի։ Այո, ես, հա։ Դրա համար իմ iPhone ես բռնում։ Առաջին աշխատած գումարով գնացել քեզ հեռախոս ես արել։ Չէ, երբ որ արդեն սկսեցի գումար աշխատել, հասկացա, որ առաջնային այլ հեռախոս պետք է, մի հատ տուն առնենք հետո։ Չէ, առաջնային այլ խնդիրներ կան, որտեղ պետքա ֆինանսական գրագիտություն ցուցաբերել, հետո հեռախոսը մի քանի ամիս անց հա գնացի։ Դե հա։ Ես առաջին աշխատած գումարով Հա, դե միշտ առաջի աշխատած գումարով ինչ-որ բան առնելը շատ տպավորիչ ու հիշարժան ալի, որ չգիտես այդ ամեն ինչի համար դու քրտինք ես թափել, ահագին ժամանակ էներգիա ես ծախսել, ու ես ոնց ասեմ, որ հիշում եմ էլի ոնց եմ ես այդ 2000 դրամը աշխատել, երբ որ փռում էի աշխատում։ Ու անենց էր մեր շենքի տակը, շենքի դիմացը ավելի ճիշտ փուր։ Անկեղծ ես էլ եմ այտենց աշխատել փողեն, շենքի տակը փուր է եղել, շենքի տակը փուր էր, ու ես բանով 10-րդ դասարանում էի։ Ես 8 էի։ Չէ, ես 10-ում էի, 8-ում ժամանակին Տիգրան Պետրոսյան փողոցի վրա մեր մոտ։ Այնտեղ շախմատի տուն էին սարքում։ Ես 8-րդ դասարանում այդտեղ բետոն եմ թափել։ Ամառային արձակում։ Դրա համար ես քեզ սիրում եմ։ Լուրջ եմ ասում։ Հետո 10-րդ դասարանում, դե ասում եմ բոլորս էլ ոնց է, չէ՞, ոնց մանես չի լավ տեղից ենք։ Պետք է, չէ՞, որպես տղա դու ուզում ես աշխատես, դու ուզում ես գումար վաստակես, որ ամեն ինչ լավ լինի։ Այդ փռում, որ աշխատում է, ես օրական ստանում եմ 2000 դրամ։ 2 հատ բուրգի մի հատ հաց։ Պրեմիա էր տալի հետ։ Դե դի հա, գուցե եւ առավոտվա ժամը 8-ից մինչեւ գիշեր ժամը 11-ը։ Դասատուները գալիս էին, ասում են՝ «Վայ Զիրոյան ջան, էս աշխատում ես, մենք ասում ենք քիչ ես գալիս, մենք գիտենք ընկել ես փողոցային կյանքով բանես կոմենկում», ասում եմ՝ «Չէ, դե իրականում վերջի զանգ է գալիս, պետք է»։ Ու աշխատում եմ մոտ մի 3 ամիս աշխատում եմ։ 3 ամիս աշխատում եմ, մինչև կիսամյակը վերջանում է, սիրուն տանում եմ, որ ամեն ինչ անում եմ, ասում եմ՝ ես դպրոցը վերջացրեցի։ Նայած որ կյանքում չնեղվես ոչ մի բանից։ Չէ, բացարձակ չեմ նեղվում, ասեմ ավելին, ես դա իմ առաջին գումարը չի եղել, որը վաստակել եմ, իմ առաջին գումարը ես Instagram-ում էլի reel ունեմ, որտեղ պատմում եմ այդ պատմությունը, 11 տարեկան եմ եղել, Գյումրու այգիներից մեկում որոշում են փոքրիկ համերգ կազմակերպել երաժիշտ երեխաների համար, դպրոցի աշակերտների համար, իմ երաժշտականի ուսուցչուհին ինձ ուղղորդում է դեպի այդ համերգը, ես գնում եմ, ելույթ եմ ունենում, 3 երգ եմ երգում։ Ուրիշնում է այգին։ Փողոցի վերջնամ ասում է, չէ՞։ Փողոցի վերջնամ։ Այդ փողոցի վրա գացած ինչքան բան կա, քոլեջ, դպրոց, համերգ, բենդ, ամեն ինչ կա, մեկի մարդիկ ու ջրող մարդիկ։ Հիմնականում ջրող մարդիկ։ Ու շատ, կներես նաջան, պիտի ջրի կանան, դե կանեն ցավտան։ Հա, 3 երգ գնացի երգեցի, 2000 դրամ աշխատեցի, գնացինք տանեցիներին, մի 10000 դրամի հյուրասիրել եմ իմ 2000 դրամով։ Նաջան, իրականում շատ ապրես, որ դու կարողացել ես այդ ամեն ինչը 0-ից սկսել, ես դա ողջունում եմ ու միշտ նմանատիպ մարդիկ իմ գլխի վրա տեղ ունեն, որտեղ այս թվերին գումար աշխատել այնքան դժվար է, ու եթե կարողանում ես խելամիտ աշխատել, գողություն չանես, չգիտեմ, ինչ որ մեկին չգցես, ես այդ ավելի շատ եմ ընդունում։ Մենք սկզբում չէ, այս թեման բացելուց քեզ ասեցի, թե դու ես նման, եթե հիշում ես։ Մեր Վլադ պապիկը ասեց, որ դու նման ես Լեդի Գագային, բայց Լեդի Գագան եթե այստեղ լիներ, միևնույնն է ինքը քեզ էր լսելու։ Հիմա։ Ասել եմ։ Քանի որ Վլադը ասեց, որ այդ ինչ արեցիր։ Հա, օքեյ։ Ես կուզեմ, որ դու Լեդի Գագայից ինչ-որ մի գեղեցիկ երգ երգես, եթե հնարավոր է։ Կարանք, հա, իհարկե, կարանք, չէ՞, կարող ենք։ Որը, բայց որը։ Էդ էլ ասա։ Որը որտեղից ինչ տոն, բան, մանրացել մի քիչ։ Եկեք Shallow-ը երգենք։ Օրիգինալից կարող ենք, հա։ Okay. Shallow։ Ֆիլմի soundtrack-ը, չէ՞։ Ոնց էր ֆիլմի անունը։ Starborn, հա։ Երեխեք հայեր են։ Աստղը ծնվեց։ Ոտ։ Զիրոն ջան, Mercedes սաղ գիտի։ Ոնց որ քաղաքից դուրս են, նայ ոնց անստել։ Ռաֆոն էլ խորովածն անում, մի ժամը այնտեղ DJ-սկի պուլտի մոտ կանգնած վուծու, էդ ի՞նչ է։ Կարող ենք, պատրաստ ենք, Նաջան։ Հա։ Նարե Հովանեսյան, Relax Project, Lady Gaga, բայց Նարե Հովանեսյան, Շալալո։ Այո։ Աստղեցում։ Գնաց։
Ստեղից Tell me something, girl. Are you happy in this modern world? Or do you need more? Is there something else you're searching for? I'm falling. In all the good times I find myself longing for change, and in the bad times I fear myself. I'm of the deep end, watch as I dive in. I live beneath the ground, crash to the surface where they can't hurt us. We're far from the shallow now. In the shallow, in the shallow, in the shallow, we're far from the shallow now. Ինչ լավ է։ Շատ լավ, ապրեք, relax project, ապրեք։ Նաջան, ապրես, 3-4։ Ոտ, վիճիշ։ Ապրես, Նաջան։ Դու, օրինակ, շոու բիզնեսում նոր ես, կարելի է այսպես ասել։ Չէ՞։ Դե որպես սոլո արտիստ, հա։ Այ օրինակ, ոնց են քեզ վերաբերում որպես նորեկ շոու բիզնեսում։ Ես անկեղծ կպատասխանեմ։ Միանշանակ արձագանքներ չկան, որ ասեմ միանշանակ լավ կամ միանշանակ վատ։ Որոշ մարդիկ կան, ովքեր հավանել են, ովքեր ուզում էին ինձ տեսնել որպես անհատական արտիստ։ Որոշները կային, ովքեր ասում էին, որ ամեն դեպքում խմբում մենք բոլորս ամբողջական էինք նայվում։ Ինչի առանձնացար, չէ՞, սենց։ Դե բնականաբար, խմբի երկրպագուներ կային, ովքեր չէին ուզենա ինձ առանձին տեսնել, կամ գոնե թե համատեղ տեսնեին։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է եղել, թե ինձ, թե խմբի համար։ Խումբը հիանալի գործունեություն է հիմա ծավալում, ես շատ աջակցում եմ իրենց, շատ ուրախանում եմ իրենց հաջողություններով, վստահ եմ իրենք էլ իմ հաջողություններով, մենք խոսում ենք երբեմն։ Իրար follow եք հələ։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք, չէ։ Դու հետ կվերադառնաս բենդ։ Ես կայացրել եմ որոշում, որը իմ կարծիքով ես չեմ կարող ասել դա եղել է ճիշտ, թե սխալ որոշում, դա ժամանակը ցույց կտա, բայց այդ պահին, իհարկե, բայց այդ պահին ամենաճիշտ որոշումը եղել է առանձնանալը։ Ես չեմ վիճել, մենք չենք վիճել, ես խմբից չեմ հեռացել, որովհետև մենք այլևս չենք կարողանում միասին աշխատել։ Ես հեռացել եմ, որովհետև կարծում եմ, որ այդ պահին Ես ուրիշ տեղ ես ուզում տեսնես։ Ես ինձ ուզում էի տեսնել ուրիշ տեղ։ Իրենք էլ ինձ ուզում էին տեսնել այլ տեղ, տեսնելով ուրախանում են, վստահաբար։ Վլադ։ Ջան։ Իսկ որ Սեդան ուզենայես մանգալը վերցնի դուրս գա։ Ինչ կանես։ Հələ մի րոպե նորից։ Սեդան մանգալը վերցնի դուրս գա։ Այսինքն խմբից դուրս գա։ Խմբից դուրս գա, հա։ Ուրեմն Զիժ ջան, հենց երեք Սեդան ասեց 5 օրով ուզում եմ գնամ հանգստի։ Որտեղ բայց։ Կապ չունի։ Իսկի հանգստանալու չի թողնում։ Կապ չունի։ Չկա տես բան։ Իսկ ձեզ թողնում է հանգստանալու։ Օրինակ այս հարցը ընդհանուր է, Նաջան։ Ինչ Վլադ դու էլ լսի։ Ժորժան, դուք էլ լսեք, գուցե Վլադին օգնեք։ Ինչ կոնֆլիկտ կարա լինի, որ անհամաձայնության գաք բենդում, խմբում։ Ինչ կարա լինի, չգիտեմ, լայց, սխալ մտար, բան, այդ Ստեղծագործական առումով։ Դե կարծում եմ, նայ, մենք աշխատել ենք, փոքր կոլեկտիվ չի եղել։ Ամեն դեպքում 10 հոգի մոտավորապես ինտենսիվ իրար հետ աշխատել են, շփվել են ամեն օր։ Վստահաբար 10 մարդ, 10 տարբեր խառնվածք, 10 ճաշակ աշխատանքի մեջ բնականաբար
բոլորը տարբեր կարծիքներ են ունենում ինչ որ կարող է ինչ որ բանը մեկին դուր չգա մյուսին դուր գա բայց կարևորը կոմպրոմիսի գալն է մենք փորձել ենք մեկս մյուսից բաց թողումը սխալը կոծկել աննկատ անցկացնել որպեսզի հանդիսատեսը դա չնկատի իրական դա կարծում եմ ժողովուրդն էլ կփաստեն որ դա պրոֆեսիոնալ մոտեցում է չի կարելի դա կոնֆլիկտի վերածել հաստատ ձեր փորձերի ժամանակ եղել է չէ որ սյուրվեք օրինակ չգիտեմ նվագում եք ինչ որ մի բան մեկի որ երկնա որ տենց միշտ անում եք որ միշտ ասում եք օխ կա չէ տենց երգեր որ չգիտեմ ինչ որ բենդը հրաշալի ինչ որ ռելաքս մյուզիկա նվագում եկե թեքվում է ինչ որ 6-8-ի կողմ լադերը մեկը զգում ես որ վերցրեց քեզ այդ որն է ձերը չեմ մեղեդինա գլխիցս ցրել մի վարքան դու բարերն ասա մենք ցաղիկների աշխարհում ունենք էտի ծնկաճոկեման եկել 6-8-ի մեջ հա ունենք էտի Ծաղիկների աշխարհում Ծնկաճոկեման եկել Ազար տեսակ ծաղիկներ Սիրոյան Ձեզ համար եմ Հավաքել եմ մի փունջվող Քյարտ Ու բերել եմ Ոնց է բարերը Ու բերել եմ բաց հանգիստ բաց բարերը ոնց էր Բաց Ծաղիկների սկզբից գնանք Ծաղիկների աշխարհում Ծնկաճոկեման եկել Բայց քյարտ է պետք Կորած Հազար տեսակ ծաղիկներ Ոտ Քեզ համար եմ հավաքել Արամ մտի Քեզ համար եմ հավաքել Ջան Իմ հետ բարեջին բերեք Հազար տեսակ ծաղիկներ Որպես սիրո վկաններ Սիրուն ջան Բերեմ կուրծքը զարդարեմ Յո Դավայ մտի Ծաղիկների աշխարհում Ծնկաճոկեման եկել Հազար տեսակ ծաղիկներ Սիրուն ջան Ես համար եմ հավաքել Էլ ինչ անեմ նարս քո համար Կրկներք? Հələ կրկներքը չեմ հիշում լավ, ունենք, լավ, ապետ Կա, չեմ, որ առիթներին դասենք Չգիտեմ, եղել է տենց, որ տանեցիներով հավաքվեք Չգիտեմ, նստեք, ասեն, նարեջան, մյատ իմ հասակը երկի, էլի Ես նույնիսկ ականջական Ես իմ պլեյլիստի մեջ ունեմ 6-8 երգեր, որոնք դնում Ճանապարհին լսում եմ Հա, գիտեք որը շատ սիրում Թաթուլի ամեն օր եմ ես սպասում քեզ ասա ուր է սիրելիս Հավքերը եկան տուն դարձան դու չկաս Անուշ ջան, սիրուն ջան, չունեմ հանգիստ քունդատար Քեզ տեսել, մոլորվել Դու կարաս էտի երկես ես եսի կպրեմ Դավայ Ընտիր 5, որը, թաթուլի որը Ամեն օր եմ ես սպասում քեզ Ամեն օր եմ սպասում ես Ну, я жду тебя Давайте, փորձենք, էքսպրեմ տապել, դեվա ես դուր է գալիս ես բաները Ռավ, դու պրոստը սխմի Գնաց Ես իլավ բանա, որ ասմա պլեյլիստում էդ երկնա, ապրես Շատ եմ սիրում, ռիպիտի վրա դաժու մի շրջան Ապեր սկսեք, խնդրում եմ սկսեք, ես երկնից թվում է լինելու է Ամեն օր եմ ես սպասում քեզ Կարևորը դու բառերը իմանաս Նու, ինձ թվում է կհիշեմ Նույն բանը ինչ որ նվագեցին էդի ադա Բանը, հենա Ամեն օր եմ ես սպասում քեզ ասա ուր է սիրելիս Հավքերը եկան տուն դարձան դու չկաս մենակ սիրտս է լալիս Ամեն օր եմ ես սպասում քեզ ասա ուր է սիրելիս Հավքերը եկան տուն դարձան դու չկաս էլի սիրտս է լալիս Ազիզ ջան, չունեմ հանգիստ քունդատար Քեզ տեսել, մոլորվել, սիրտս տեղից գնորվել Հակիտ խաս ու ատլաս, հոնքերը տարտուշետ խան Շուրթերդ կամար, յարո ջան Մարան է, սևուկ սիրուն յար Քեզ տանողին հարալ է, անուշ սիրուն յար Մարալ
Անողին հանալը Անուր սիրույա ջան Բրավո։ Զգացիր ինչ արեցինք Կենայինքում մի խանգայտով աշխատենք Լավ նար ջան Տարբեր երկերից խոսեցինք, գագայից խոսեցինք, բայց հիմնականը քո մասին, ուղղակի այդպես գագային, sense անոսիկի պես գցեցինք։ Հպանցիկ։ Հա, sense անցանք էլի գագային ու արտասահմանի երկեր երկեցիր, բայց ես ուզում եմ որ մեր հայկականներից ինչ երկա որ կուզես երկես։ Ուրեմն Hayat project-ի հետ մի երգ էինք cover արել հայկական մեր հայտնի show business-ի երգերից մեկը մենք մի ընկեր ունեինք ով միշտ գալիս էր մեր համերգներին այդ երգը տևական ժամանակ եղել է հետո ծրագրից դուրս է եկել ինքը միշտ գալիս էր իմ հետ վիճում էր ասում էր դու այդ երգը ինչի չես երգում իմ համար խնդրում եմ այդ երգի դե բնականաբար ծրագրից չէին կարող շեղվել չէին երգում բայց ինքը միշտ ինձ հետ վիճում էր Լիաննայի արի երգն էր գանանովի հետ արի կանաշխոտի հետ արի Այդ երգը ու ես կարծում եմ հայկական երկարվեստի ամենագեղեցիկ երգ է ժամանակակից երկարվեստի ամենագեղեցիկ հա Շատ լավ անենք ամենագեղեցիկ երգերից Կարանք է անենք նար ջան Ալփի ջան Հեսա զանգենք Սեդա ջան դու նստի ցավոտ Զիր հեսա զանգենք այդ project-ը կանենք Նարե Հովանեսյան Relax project Լիաննա արի Եկել եմ նորից գնա Ինչ եմ տանելու հետս Թող կոնե կեզ հետ մնա Սիրո մեջ այրվող երկս Արի նազով արի Թե հանկարծ երկս մերժվի Հայացքս հարեմ ծովին Սիրո ալիքներում հեզ Սպասեմ ամպերի շողին Հարի նազով արի Գանան հովի հետ արի Կանաչ խոտի հետ արի Գանան հովի հետ արի Կանաչ խոտի հետ արի Կարոտել եմ սերս մի վարի Ջան հիմա ինքը նկարահանման այլի հետո կզանգեք հա Դու շարունակ անես Գանան հովի հետ արի Կանաչ խոտի հետ արի Գանան հովի հետ արի Կանաչ խոտի հետ արի Եկել եմ Կարոտել եմ սերս մի մարի Relax project Նարե Գալը քիչ Հովանեսյան սերս է պիտի չմարի է Սերս Ընթացքում մամաս էր զանգել Զիրանը պատասխան մամաս Մաման կբարվես հետո եթերով լինել է այս Լյուդմիլա ամենը Միասնիկովնա բարև սիրելիս Ո՞վ մասին է այս երգը Ինչ-որ մեկին Կարծում նվիրել սիրելի չէ Չես նվիրել Ինչի Հիմա լավ առիթ է Կարաս ինչ-որ մեկին նվիրես Արի նո Բացվի մի մեջ չտ պահի Չէ բան չկա մեջը Ես իրոք պահելու թեմայից միշտ խոսում եմ իմ հյուրերի հետ Չէ չկա ինչ-որ բան նո այս թեմայի շուրջ ծավալվելու Դե բնականաբար կուզենայի կյանքի ինչ-որ փուլում կուզենայինք բայց այս բանին չկա չէ Մենակ ես Հա Բայգավ Ուրեմն Աղջիկը, ո՞նց կարա մենակ լինի։ Սիրուն պոպուշ։ Այ վերզի։ Հեյվա, ինչ տնից դուրս ես գալիս։ Շաքար։ Չէ։ Դե մեզ զապիսի գալիս ես տուն։ Դա արանքներ մի քիչ նկարահանումներ։ Սուրճ ես խմում։ Բաջերոցի։ Ինչ որ մեկի հետ չես գրվում։ Ինչ լավն նկարներ այդ բան։ Լայքեցի վերջի կլիպը տեսա, այն կոմենտը դու էր գրել, այս վատ կոմենտ, ասա գլուխը քիչ ջարդեմ, բա։ Դες բանը։ Ես ասա գնամ դոր գլուխ ջարդեմ։ Հաբը ինչ հաբը, նարեն բանը գրե, ի։ Սայլուկ։ Չէ։ Յոց։ Խի, ինչի։ Դե չկա պատճառ, զուտ Իսկ երբևից է եղել է։ Թրթիր։ Հա։ Հա։
Ոնց է եղել։ Ոյ, ես պատմեմ իմ առաջին սիրահարվածության մասին, ես 13 տարեկան էի, անպատասխան սեր է եղել։ Հա, սիրահարվել էի ինձանից 1 տարի մեծ երիտասարդի, թունդ էի սիրահարվել։ Ես կարծում եմ դա երբևէ իմ զգացած տակ զգացողությունն է եղել, հատկապես այդ տարիքի սերը մի փոքր այլ ձև է ընկալվում, չէ՞, ամենամաքուր, ռոմանտիկ, ամենամաքուր, ամենաանկեղծ։ Խոսա։ Բայց ավաղ անպատասխան էր։ Չէ, մի խաղ, անկեղծ խոսա։ Հա, դա անպատասխան է, դու պատմի քո առաջ սիրո մասին։ Չէ, դու չես ավարտել դեռ։ Չկա շարունակություն, անավարտ պատմություն։ Ինչի տենց դարձավ։ Իսկ հիմա, եթե հնարավորություն լիներ, արդյոք կփոխեր այդ ամեն ինչը, կփոխեր այդ օրը։ Դա կարծում եմ նախ իրավիճակին ձեռքերում չի եղել, որ ես այլ կերպ վարվեի։ Հասկանում եմ, 13 տարեկան ես եղել։ Հա։ Հետո կարծում եմ չէ, մենք հիմա որ նայում եմ ով եմ ես, ով է դարձել ինքը, ես կարծում եմ մենք մի փոքր տարբեր մարդիկ ենք, մենք չենք, համապատասխան չենք լինի միասին։ Բայց որ կարծում եմ ամեն ինչ շատ օրգանիկ, շատ գեղեցիկ ստացվել է, թեկուզ այն սերը, որը թեկուզ անպատասխան եղել, բայց ես հիմա էլ կուզենայի նույն էմոցիաները ապրել։ Նա ջան, ես քեզ մաղթում եմ, որ դու այդ գեղեցիկ էմոցիաները ապրես։ Այն հրաշալի թիթեռնիկները, որ ստեղ ստամոքսու հատվածում սենց թրվռում են, ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը դու զգաս եւ ուզում եմ, որ դու գտնես այն մարդուն, ում հետ կարող ես լինել անկեղծ նայես աչքերի մեջ, ժպտաս, թեկուզ լռես, որովհետեւ լռելով ավելի շատ բան կարող ես խոսել։ Ու հանդիպես այն մարդուն, ով կուզենա քեզ հետ լռել։ Լուրջ, այս տարում ենք դժվար է, ժամանակը շատ դժվար է, լուրջ։ Մարդ ով կարա քեզ օգտակար լինի քո մասնագիտության մեջ, գա քեզ թեվութիկունք լինի, հասկանա, որ դու կարող ես, չգիտեմ, ժամը 12-ից հետո տուն գնաս, որովհետև դու փորձի ես, դու նկարահանման ես։ Քեզ այդպես մեկն է պետք, լուրջ, որ հիշես 13 տարեկանի բողբոջը։ Մեծացնես, դարձնես ծաղիկ։ Դեռ կհանդիպի այդ մեկը։ Միանշանակ, հենց հանդիպես իմաց տուր։ Անպայման։ Արդյոք բողբոջդ աճեց թե չէ։ Իսկ ես մեր հետևորդներին ասեմ, որ դուք դիտում եք Բարոբազ երաժշտական ոդքասթը, մեր շատ սիրելի հետևորդներ կան, հետևորդների մեջ նաև 15, 16, ինչու՞ չէ, նաև 13 տարեկան, շնորհակալություն արեք հետևորդներ, այն զգացողությունը, որ դուք զգում եք այդ բանին, այդ անպայման հիշեք, որտեղ հետագայում ձեզ հետ պետք է գալու։ Կարելի ասել մենք հասանք այսպես հաղորդման վերջին եզրափակիչ փուլին, ինձ պետք է քո անկեղծ խոսքը հավանեցիր մթնոլորտը, հավանեցիր ռելաքս պրոջեկտին, արդեն կատակ չեմ ու Վլադի գլխավորությամբ բոլորին, հավանեցիր նկարանող անձնակազմին, ընդհանուր ատմոսֆերան, էլի։ Ընտիր, իրականում շատ փոփոխությունները, երաժշտական մոտեցումները մեզ Ես կարծում եմ շատ ջերմ զրույց ունեցանք, ընդհանրապես եթե ամեն ինչ այնքան օրգանիկ չլիներ, կարծում եմ այսքան հաջողված չէր։ Կարծում ես հաջողված էր մեր զրույցը։ Չի կարա հաջողված չլինի։ Միանշանակ ես էլ եմ այդպես կարծում, եթե ամեն ինչ այդքան գեղեցիկ, այդքան մտածված, այդքան չափածեված չլիներ, կարծում եմ այսքան օրգանիկ մենք զրույց չէինք ունենա, այնպես որ շատ շնորհակալ եմ բոլորից, շատ շնորհակալ եմ հրավիրելու համար, ես գերագույն հաճույք եմ ստացել ձեզ հետ ապրես շատ նկարահանում ունենալ։ Բայց պետք է հաղորդումը փակել, ով կարող է փակի, միշտ այդպես է մեր հաղորդումները, ինչ որ մեկն է փակում, կամ Յուրն է փակում, կամ ես եմ փակում, կամ ես, կամ ընդհանրապես Վլադը բանալով փակում է ու գրում է։ Այսօր ով կա միասին սուսեք խոսած։ Հələ միկրոֆոնի մեջ ասա։ Միասին, ապրես, relax project, yes, հա, տիպը։ Նարե։ Relax project։ Հա, okay, այսինքն կարանք էլի։ Դու կարաս փակես գնաս այսինքն։ Okay, դե մյուզիկ կա սկզբնական, ես դրա տակ փակեմ։ Դե, Ռավ ջան։ Նավ ջան, դու պատրաստ եղի։ Հա, լավն է, մուդը լավն է։ Սեդ լավն է։ Ապրես Ռաֆո, հազիվ մի բան արեցիր։ Սելի հետևորդներ, շնորհակալություն, որ նայեցիք մեր հետաքրքիր երաժշտական Բարոբազ ոդքասթը։ Մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն երեկոյի ողջ ընթացքում։
Subscribe եղեք մեր YouTube-յան ալիքին, զանգակի կոճակը սեղմեք եւ սպասեք նոր հաղորդումներ։ Նարե Հովանիսյան, Relax Project, Զիրոյան, կհանդիպենք երբ հանդիպենք։ Stupid Papa. Stupid Papa. Stupid. First I was afraid, I was petrified. Kept thinking I could never live without you by my side. After all so many, thinking how you did me wrong, I grew strong. And I learned how to get along, so you're back from outer space. I just walked in to find you here with that sad look up on your face. I should have changed that stupid luck. I should have made you leave your keys. If I'd known for 1 second you'd be back to bother me, go on now, go. Walk out the door, just turn around now. Guess you're not welcome anymore. Weren't you the one who tried to hurt me with goodbye? To think I'd crumble, to think I'd lay down and die. Oh no, not I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I got all my life to live, I got all my life to give. I'll survive, I will survive. Rocky Balboa. Հաղորդումը պատրաստելիս ես ամեն ինչ միքսվում է։ Հա? Նեղացնում ես։ Պռոֆ ենք ասում։ Խաղը տանեմ։ Լավի երջանիկ դեմ գնայի։ Դե թող իրանք նվագեն, մենք գնանք։ Բարի գնանք Նարջան։ Մամաներ նվագեք։ զանգ